Մարտիրոսյանի 90-ամյակը նշեցինք ամբողջ Երևանում, ես փառավոր պատկերացնեք 90 մոմերից այս սեղանի կեսի մեջությամբ հույսին պատվիրեցի ջահ պատրեց եգիպտական բուրգի նման որ հարկերով դնեն մի մոմ մյուսին չվառի հանկարծ չհալեցնի եւ վառվեց այդ 90 մոմերի ջահը որտեղ նստած էին Լուսնի Զաքարյանը, Խորին Պալյանը, կոնսերվատորիայի ջութակի ֆակուլտետի տղաները, աղջիկներից ուղղակի այդպես հիացած այն ժամանակ այդպես բաներով էր անում շատ սիրում մեխակների սեղանների վրա դրա Դա որ թվականին էր Երբ Մարտիրոսյանը դարձել էր 90 տարեկան, հիմա ես թիվը չեմ հիշում, այս սովետի ժամանակ էր։ Նկարչությունը ձեր կյանքում ասացիք որ ժամանակն եք կորցնում անեանալու միջանապար է եւ նկարչության մասին ընդհանրապես ինչպես սկսվեց այդ ուղին։ Ես ծնվել եմ գյուղում եւ բոլորին փոքրիկ էի, հայրս էլ ընդհանրապես մի տարեկան եմ եղել մահացել է։ Ինչու՞ դա ասում, որովհետև երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն էին։ Թուղթ չկար, մատիտ չկար, գունավոր մատիտ ջրանյակի մասին երազել չէինք տեսել։ Դա պատկերացրեք, դա ասենք 70 տարի առաջ, 80 տարի առաջ է եղել։ Ես զգում եմ, որ շատ սիրեմ նկարչությունը։ Երազները տեսնում աննման, տեսնում եմ, որ ձեռքով Մասի Սարն եմ սիրում, տեսնում եմ, չգիտեմ ինչու, մեր Արտաշատի շրջանում Դվին մայրաքաղաքի կողքերում Այգեստան Դվին կարմիր փափուկ սարեր են։ Այդ բոլոր սարերի վրա ծաղկած դեղցենիներ, հատկած դեղցենի ոչ թե սալորին եւ այլը։ Ես շրջում եմ ծաղկած սարերի միջից կամ եկեղեցիներ էի տեսնում։ Ես վեր եկեմ երեխա, ուզում եմ նստեի նկարի, լացել իմ, մամաս ասում ես քեզ հետ ինչ անեմ այ բարես, ես ինչ անեմ քեզ հետ։ Լացել եմ, ուզում եմ այդ բոլորը նկարել, բայց դա չէր ստացվում։ Հետո դպրոց որ գնացի դպրոցում նկարչության ուսուցիչ տեսա որ ինչ որ էս աղջիկը ուրիշ տեսակ է ասեց ինձ շատ սիրել ենքան որ նույնիսկ բարի խմբակ բացեց ինձ համար որովհետեւ ես նաև շատ սիրում էի բարել այն ժամանակ պիոներներ պետք է զբաղեցնեին փոքրիկ հոկտեմբերիկներին առաջի երկու դասարանի այդ նկարչության ուսուցիչը ջեքտից նայել էր որ ես աղջիկը որ էլ նույնպես 13 տարեկան է ես երեխաների հետ պարապում է ասում երեխաները շատ է սիրում ու պահեց ուշադրություն դարձից ին վրա բացի երկից Ես բոլոր դասերին թաքուն նկարում էի սեղանի տակ անպայման։ Ես այդ մանկական աշտանգներից ունեմ անհայտ աստվածու գլուխ քարակուսի թղթերի վրա նկարած մատիտով։ Ինքան սիրում որ հիմա քսերոքս են անում այդպես։ Բայց կամ բնագիտության դասատուն գրում էր նկարում են կենթանաբանություն էինք ասում ամեն տեսակի փորը սիրտը թոքերը ամեն ինչը այդ բոլորը ես նկարում էի նա գրում էր 5 երազանց, այսինքն միայն դրանով էր։ Հետո տեսա, որ ես անսահման շատ եմ սիրում, որոշեցի գնալ նկարչության։ Նկարչական մանկարչական ինստիտուտ ընդունվեցի, որովհետև ճիշտ է, Միրսևյանի կղզում ես նկար էի անում, մի նկարիչ ասեց աղջիկ ջան, դու կգորես, անպայման դու ես գործել Բեր Գեղարվեստի ինստիտուտում ես ինչքան ինչ գույն ես տեսնում։ Ասեն կարող ես ձեզ նկարեի այնքան շատ գույներ եմ տեսնում ձեր վրա կամ եթե աչքեր գունարում, նկարը դառնում է տոնածառ ուղղակի։ Շատ զարմանում են գունազգացողության վրա։ Բայց ես իհարկե այսպես ասում եմ կարգին նկարիչ չդարձա, որտեղ երբ որ ես գործերից հավաքեցի, հապարտ գնացի որ Գեղարվեստի կամ ես սովորում եմ առաջի կուրսի ապրում։ Ինչ եք ասում մենք ունենք հարյուրավոր նկարիչներ, նրանք ամեն մեկ երեխա 7 տեղ կա գեղանկարչության ֆակուլտետի համար։ Ոչ մի կերպ դες ընդունել չեն կարող։ Այդպես էլ իհարկե ես գնացի մանկավարժական շարունակեցի իմ ուսումը, գիշերային դասեր էինք անում, ցերեկային դասեր էինք անում, հոգեբանություն, պարտիայի պատմություն, չգիտեմ, ամեն տեսակի առարկաներ։ Դարձակ նկարչության ուսուցչուհի։ Եվ ես իհարկե մնացի նկարչություն սիրով, ես այդպես եմ կարծում, եթե ես ուսումնարանում աշխատում էի կամ մշակույթի համալսարանում, շատ լավ կադրեր էի պատրաստում, դասախոսները կամ ուսումնասար գալիս ասում էին, Իրան էտիկի Մալտա, մենք ինչ որ ժամանակ ձեր ուսանող լինենք, նկարիչ կդառնայինք, այդ ոնց է, ես որ առարկան շատ էի սիրում, երեխաների ուսանողներն շատ էի սիրում, արդյունքեր է տալիս, ասում եմ, մենք չենք հավատում, որ ուսանողն այդքան ընտին նկարի, հաստատ դու օգնել ես իրանց, ասում եմ, չէ, օգնել եմ խորհուրդով, բայց ձերք ես ուսանողի նկարի, ձեր չեմ տալիս, չկա այդպիսի բան։ Այդպես մի խոսք իհարկե, բայց էլի նկարում էի ծաղիկներ, հատկապես ծաղիկներ շատ ես սիրում ջերմուկների նկարներ եմ ջերմուկ կակաշներ կամ վայրի ծաղիկներ, աղջիկս Ամերիկայում սովորում էր Ամերիկայի ծառեր, որ լրիվ տարբերվում են մեր հայկական ծառերից, շատ սիրուն արմավեններ եմ նկարի ջրաներ կողմ, այնքան հաճելի է։ Ու ես հիմա սպասում եմ, այս մեկ էլ հանկարծ էս գրականությունը, հանկարծ այդպես հանքի նման դուրս եկավ կամ ջերմուկի ջրվեժի նման հոսեց, ու ես սկսեցի գրել
Ես նույնիսկ բերել եմ որ առաջի բանաստեղծությունը ես համար կարդամ, չգիտեմ, ես ո՞րն եմ դրել, թե ոնց ես հանկարծ սկսեցի գրել ինչու։ Ջերմուկն այնքան գեղեցիկ էր, երեխաները այնքան սքանչելի էին, որ եթե ես ջերմուկ չգնայի, չի գրի։ Բայց դպրոցի սովորած ժամանակ ինձ բարձր դասարանում ասեց գրականության դասատուն. դուք ունեք ձեր շրջապատը դիտելու, զգալու, տեսնելու շնորհք եւ այն վերարտադրելու շնորհք, զբաղվեք այս շնորհքով։ Ես չզբաղվեցի։ Բայց որևէ կերպ վերարտադրել եք մի դեպքում նկարների միջոցով, մի դեպքում գրականության։ Այդպես ուրեմն գրականություն, այդ մարդը նկարիչը, երբ որ ես պաշտպանեցի դիպլոմի պաշտպանություն 2 մետրանոց նկար է, փոքրիկ երեխան օպերայի մոտ այն ժամանակ շատ սիրուն ապակեպած ծաղկի խանութ կար կողքնել աղբյուր էր հոսում, հիմա փոխել են, բայց այդ խանութի տեղը կա ինքը։ Ուրեմն ես երբ որ նկարում էի ծաղիկներ, մի երեխա եկավ ձեռքը դրեց թաթիկը ապակու վրա, ես ես նայել ներսում ինչի կատարվում։ Այդ բահը ես բռնեցի եւ նկարեցի այգին հերույց երևում է, ներսում ծաղիկներ, փոքրիկ բալիկի եկել է ձեռքեր թաթիկով նայում է, շատ սիրուն նկար էր, բայց բանից բարձվեց, որ գրականագետները գտան, որ պետք է դիպլոմ պաշտպանել նաեւ գրավոր։ Ինչու ես դա նկարել, ոնց որ դուք ինձ հիմա հարց եք տալիս։ Ես գրեցի ինչու եմ նկարել, ինչն է ինձ հուզում, այդ պրոֆեսորն ասաց աղջիկ ջան ասում է ճիշտ է դուք նկարչական դիպլոմ շատ լավ եք նկար երազանց եք ստանում բայց ասեց դուք գրող եք ձեզ հարկավոր է ընդամենը գրիչը վերցնել երբեք չեմ մոռանում ոչինչ ձեզ պետք չէ գրիչը վերցեք ձեր ձեռքը արդեն դուք պատրաստի գրող եք ես էլի չվերցեցի երեխաների մեծացնում ուսումնարանում աշխատում էի միջոցառումներ էի կազմում կուրսղեկ էի թատերական խումբ էի բայել ներկայացումներ էի տալիս Մի խոսքով շատ հոգեբանական շատ զրույցներ ունենում ավարտելուց հետո երեխաներ ուսանողներից միջև հիմա ինձ հետ կապ ունեցող ուսանողներ կան որտեղ դա իրանց կյանքի երազանքային օրերն են Պարուսևակի գերեզմանի տանում մի խոսքով էպսի բաներ Դե մատա ձեզ ով է vocation չել դուք մի ցանկով եք եկել եւ հաշվի առնելով որ դուք մանկագիր եք այո Անտուան Սեն ասիկ նաեւ մանկագիր հա նաեւ մանկագիր ես գրող չեմ կարող համարել ուղղակի ամաչում եմ դրա համար ես շատ լավն էր փղիկը Մինիստրին շատ լավ դիեզերքի մասին հիանալի բաներ ունեմ գրած հանելուկներս այս երկրորդ գիրքը հանելուկներն են Ով է ձեզ vocation չում ձեր իդեալները ինչպես նշեցիք Ես ասեմ դիեզերքին շատ ճողուն բան կստացի vocation-ված եմ ես միշտ Սերը երեխաների նկատմամբ, պաշտամունք երեխաների նկատմամբ, սերը դիեզերքի նկատմամբ եւ բավական իմացություն, որտեղ ասենք Ստեփան Հոկինգի մասին ես ինչի ասի կամ Գրիգոր Գրուզադյանի, այ Գրիգոր Գրուզադյանը համաշխարհային աստղաֆիզիկոս է, բայց գիտեք նա ոնց է գրում, որ 5-6 գիրք իր գրքերից կա հանրամատչելի Անտիր գրքեր ես կարդում ես ոնց որ ծառամարտը ջուր խմի դա ինձ ոնց է ոգևորում հետո երբ որ եկերուս հետ գնում ենք հանդիպման իր առանձնանկարներում իր նկարները շքիղ զարմաց ասում ինքը նաև նկարիչ է հոյակապ նկարիչ է նաև աստղաֆիզիկոս եւ գրող եւ նկարիչ Այդ երեքը եւ ես ուղակի ինձ համար եմ գրել իդեալներից մեկն էր որ մի մարդ կարող այդքան տաղանդավոր եւ այդքան լավ գործեր անի Իսկ ուրիշ ազդեցությունների մասին Ուրիշ ազդեցություններ գեղեցիկի սիրահար եմ Տեսա գեղեցկությունը եթե դու միշտ սիրահարված ես գեղեցկի վրա այս հիմա ինչ կուզեի որ ինձ լսողներն ասեն եթե մարդ սիրում է աշխարհը հասկանում որ իր գոյությունը ինչպես մարդկային եզակի երևույթ է դիեզերքում Սիրուն ամեն մի բողբոջը, ամեն մի ծիլը, արևամուտի ճկնաղ ամպերը, լուսաբացի գույները, դու միշտ սիրահարված ես գեղեցիկը, չի թողնում որ դու պղտորվես։ Ես գեղեցկությունն եմ կյանքի նկատմամբ, բնության նկատմամբ, աշխարհի նկատմամբ սերը եւ ներողամտությունը քեզ դարձնում են ստեղծագործող։ Ես չեմ պատկերացնում որ մարդիկ կան թեկուզ ճաշեպելուց կարող են ստեղծագործել, միշտ ստեղծագործել։ Հատկապես կանայք, մեր հայ կանայք։